ամեն մեկ իր գործը կիսատ պլատովանում թողում գնա նոր երևաց արդեն էլի մի հատ որևէ մեկը ասենք չհուզվեց որտեղ իրենցը պետք է չի թե մենք ինչ ենք անում հիմա տեսեք դուք ինչ ձևի հարց եք դնում այդ точно այդ նույն ձևն է որ ասում եք այս մեր հարևանները իրանց այս հսկաները չեն ուզում իրանց հողերը մեզ տան ինչի՞ տիպ է ռազմավարական ընկեր մենք ենք ռազմավարականը Ուրեմն անընդհատ նրանք մեր անվտանգությունն են ապահովել, հասկանում եք, այսօր իհարկե պարոն Մինասյանը ասեց, նրանք ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացրել մաքսային սահման մտնելու համար, հասկանում եք, բայց բոլոր դեպքերում եթե մենք կեցվածք ենք ընդունում, այո, այս երևույթը հնարավոր է նաև, որ քաղաքական ատյենակ երանգ ունենա, եւ այդ երանգը պայմանավորվածանում ինչու պետք է ես տամ գազը ծրի, դուք հասկանում եք ինչ եմ ուզում ասեմ ես Ես չեմ ասում, որ դա գիտեմ, որ դա այդպես է, բայց բոլոր դեպքերում իրացնող ամբողջ աշխարհում իրացնում են մի գնով, ինչի դրանից բազմակի անգամ ցածրով պետքա մեկին տա, որը մեկը կեցված կընդունած ուզում է ուղղություններով գնա։ Դուք հասկանում եք ինչ եմ ասում։ Առավել ևս ունակոսակցություններ կան, որ 30% Ես չեմ կարող հստակ ասել, որտեղ ինֆորմացիա չեմ տիրապետում հստակ, բայց խոսակցություններ կա, որ Զապադ արևմտյան երկրները այդ փողը վերականգնում են, որպեսզի հանգարց Եվրասիական միություն եւ ասեք տամոժնի մաքսային միություն չմտնեն։ Եթե գնում противостояние, այս ձևի բան է գնում։ Հա, արեք մենք էլ հայ մարդիկ ենք մտածենք, որն է լավ։ Օրինակ դուք ուզում եք մի տիրույթում գտնվել, որտեղ թույլատրվում է տղամարդու հետ ամուսնանալը։ Հա? Այս երկրներում ոնց որ թույլատրվում է, չէ՞։ Այո։ Հա, դուք ուզում եք այդպիսի բան կամ հակառակը։ Չէ, ուզում եմ ասեմ, ես կոնկրետ ձեզ չասեցի, ես դիմում եմ իմ հասարակությանը։ Ավանդույթներում մենք լծված ժողովուրդ ենք, միգուցե ես հետա մնացեմ, այդպես է ինձ ներկայանում, բայց բոլոր դեպքերում արժեքային համակարգի առումով ես ունեմ իմ մոտեցումները եւ բնականաբարական դաստիարակությունը կուլտուրա ունեն, որ դա չէ պարտադրում ձեզ։ Մտածում եմ տեսակարակշռի առումով որքան դուք շատ կլինի այդ զանգվածը, որը կուզենա, որ մենք նայենք դեպի հյուսիսուղությամբ, ուրեմն նայենք հյուսիսուղությամբ եւ միջև ես հասկանում եք ինչ եմ ասում, չընկնենք առաջ ասի թե ինչի իրանք մեզ էժան չեն տալի կամ ձրի չեն տալիս ինչի պիտի տա էժան տալիս են բայց ձրի չեն տալիս հա չէ ես ինա մտածված ձևով ուտրիրую ավելի բան եմ անում խնդե դուք հասկանում եք եթե իհարկե ռազմավարական ընկեր ենք արեք մենք ռազմավարական ընկերության շրջանակներում համապատասխան սկզբունքներ պահպանենք մենք իրավունք չունենք ասենք անորոշ կեցվածների պարագայում այդպես անհասկանալի այս կողմին ենք սիրում, թե այն կողմին ենք սիրում։ Դուք հասկանում եք ես ինչ եմ ասում։ Հա։ Բայց ասում ես չի բնականաբանալի չի վերացել, բայց այս վերջերս Կիպրոսում կապված այդ իրենց ֆինանսական ճգնաժամի հետ, այդ Ռուսաստանը բավականին գումարել չի հիշում իր վարկերը սառեցրեց, թե օֆշորային գոտեր, այո, մենք գիտենք ինչ։ Բանկային հաշիվները սառեցրին։ Իսկ Հայաստանի ամբողջ պարտքի մի մասը գործարները վերցրեց, որ չի աշխատում բանը ամբողջ երկաթգիծը Իսկ ինչ եք ուզում դուք ասեք Ուզում եմ ասել, եթե կարող են աֆրիկյան երկրներում, արաբական երկրներում էլի ֆինանսական ինքը համներում անցկացրեց ֆինանսիական, իսկ Հայաստանը չէ, վերցրեց իր ապրանքը, որը մենք իրան պարտենք։ Ուզում եմ ասել, անհավասար վիճակի մեջ է դնում եւ մեզ մյուս երկրների հետ համեմատությամբ։ Ասեմ, տեսեք մենք ունենալով ազգը բավականաչափ ինձ այդպես է թվում բարձր խելք, մակարդակ, միևնույն ժամանակ ամենահասարակ տրվիալ հարցերի շուրջ մենք ուզում ենք վիճել, բանավիճել, տեսեք երկու եղբայր քույր կարող է պատահել հանկարծակի սկզբունքային առումով ունենան տարաձայնություններ, իրենց մեջ ծագի մեծ հակասություններ։ Իսկ մենք երկրների մասշտաբով ուզում ենք զարմանանք այդ վերաբերյալ ու կտրվածքով։ Այո, բայց հիմա Ռուսաստանը ես ոչ թե Ռուսաստանին հակված եմ մեծարելու կամ Հայաստանին մեծարելու, не то и другое։ Ես ուրիշ բանի մասն եմ խոսում։ Ես ասում եմ կա այդ գործընկերության, այդ թվում նաև ռազմավարական գործընկերության սկզբունքներ, մոտեցումներ, այդ մոտեցումները մենք հակված չենք առայժմ այդպես լավ աշկերով նայելու, չէ՞։ Ներիվ համամիտ լինելով ձեր հետ, ընդհանրապես մի միտք շարունակեմ, մենք պիտի չմոռանանք, որ ինչպեսի արտաքին մարտահրավերներ ունենք,
եւ ռազմավարական գործընկեր ասածը ոչ միայն գազն է, այլ նաեւ այլ խնդիրներ են, որոնց մասին կարող է չխոսել, ընդհանրեն ասենք, երեք չնայած արդեն հրապարակով հնչեց միտքը, որ մյուս բնակավարում լուրջ աջակցություն, օգնություն եւ իր ռազմավարական գործընկերությունը ամբողջությամբ իրականացվում է, որը կարծում եմ մեր ազգային անվտանգության համար չափազանց կարևոր է։ Այս խնդիրը քննարկման խնդիր է, ասացինք, որ քաղաքական իշխանությունը, կառավարությունը Ռուսաստանի ընկերության հետ քննարկումների արդյունքում բերելու է նրան, որպեսզի մեր ժողովրդի վրա, այսպես ասած, ծանր չնստի։ Սա է լինելու։ Ես ոչ թե ասում եմ, այդպիսի տարբերակ կա, այդպիսի միտք կա, ոչ, արևելյան Եվրոպայի երկրների մասին էր խոսում։ Ես ասում եմ, որ սուբսիդավորման ծավալը ամբողջ 30%-ը կա խոսակցությունը միտք, որ դա պարզապես ֆինանսավորվում է, ասեք, ում կողմից, Զապադ Եվրոպայի կողմից, որպեսզի հայերը հանգարցակի հայաց չգծկեն այդ ուղղությամբ։ Հիմա տեսեք ես ինչ եմ ասում։ Այստեղ մենք ունենք էլի վիճելի բաներ, Մինասյան ջան, դուք գիտեք, որ մենք իրար հետ իշքան կիսվում ենք ու մենք մտահոգ ենք բազմաթիվ նմանատիպ հարցերի շուրջ։ Հիմա ես հասկանում եմ, որ մեզ այդպես նկարող սուտի մուտի բաներ չկա, դրա համար այս բանը ասում եմ։ Տեսեք, այս 30, հա, նկարում մենք վախենալու բան չունենք, մաքուր մարդիկ ենք, լսի։ Չէ, սուտի նկարող չունենք։ Այս 30%-ը որ ասում ենք, մենք դիֆերենցիացված մոտեցումը էլի նորից հասարակությանը չենք բարձր, չենք հասկանում, ումն ենք, ասենք այդ 1.6-ա 2 միլիարդ, մենք սուբսիդավորում ենք ընդհանուրը, թե աղքատներին, թե ավելի փոքր շերտեր, եթե դաժե եթե մենք դա անում ենք, բայց ասենք Մինասյան ջան, ես ձեզ հավատացնում եմ, դուք ինքներդ գիտեք էլի, որ ոչ թե վաղը, դա կարելի է կանխավով ժողովրդի առջև դնել, ասեն նախուդոյ կանեց, եթե հանգած случай чего, ուրեմն իմացեք ես ձևի սցենարները դրած պատրաստում։ Մի րոպե ներողություն, ես ու դուք տնտեսագետ եք, ես էներգետիկ։ Պետք է հստակ իմանանք եւ գիտենք։ Բայց ես տնտեսագետ եմ, ես մտածող մարդ եմ։ Տնտեսագետները մտածող չեն, չէ, ինժեներ եմ, չէ՞ ես դասը։ Սովետական բոլոր խոշոր տնտեսագետները բազովի կրթությամբ ինժեներներ են եղել, ճիշտ է դա։ Հիմա մենք գոնե հստակ գիտենք, որ ածխաջրազնի գները այս տարի չէ, մյուս տարի անընդհատ աճման process-ի մեջ են։ Ռեսուրսները սուղ են եւ սա այս գլխից պիտի բոլորն իմանանք եւ բոլորս պիտի պատրաստ լինենք, որ հələ հիշեք, ասենք 20 տարի առաջ ինչ արժեր, այսօր ինչ արժի, 20 տարի հետո ինչ կարժեն։ Բնական է, որ այս բոլորն եւ մարդկությունը փնտրելու են նոր միջոցներ, նոր էներգակիրներ։ Իհարկե։ Ուրիշ ճանապարհ ոչ Մինասյան ջան, հիշում եք այն 2 տարի առաջ անուս դրեցին Աթարբեկ։ Ինչ ասեցիք, գնացիք Աթար վառեք, ձեզ ով ասել, վերջի գեղի, վերջի տնից գաք, թարեք բազմաբնակարանում ու գազ վառեք։ Գնացիք Աթար վառեք։ Տեսեք, եթե ես ասում եմ, Ժորժ ջան, աղջիկ ջան, հələ տեսեք։ Ոյ դուք հուզվածներից եք, լսեք ինչ եմ ես ասում։ Չէ, ամբողջ խնդիրն է, որ մեր գյուղում բոլորը պատկերացեք, գյուղը վատ բան, հա։ Խտրականությունը դուք դրեցիք, որ դից բերեցիք ստեղ, օրինակ դա ավելի գեղեցիկ, ավելի ներդաշնակ սիրուն կյանք էր, որտեղից մարդիկ եկան։ Ինչպես, ինչի՞ չէ, իսկ ինչի՞ չէ։ Էկոլոգիապես մաքուր չէր Աթար վառելը։ Գազն է էկոլոգիապես մաքուր։ Չէ։ Ինչ եք ասում։ Աթար վառելը էկոլոգիայի հետ ոչ մի վտանգ չի եւ ոչ մի վտանգավոր բան չի։ Կներեք ամենասխալ տեղից բռնացրեցիք։ Այսինքն Աթար վառելը էկոլոգիապես մաքուր է։ Բա ինչ։ Ամբողջ մարդկությունս ամբողջ կյանքում դա է արել։ Հայտի մարդկության, հայտի 10,000։ Ոչ էկոլոգիական ինչ խնդիր կա այնտեղ, մի հատ բացատրեք։ Ես ուզում եմ հասկանալ ուղղակի։ Դուք մասնագիտությամբ ով եք։ Լրագրող եմ։ Դուք դրա համար չեք իմանում։ Ես ասեցի էներգետիկ եմ։ Երբ որ մարդիկ Աթար են վառում։ Տեսնելը քիչ հացուցուխը ձեր վրա ազդել է։ Իր մեջ թունավոր բաներ չունի։ Այդ ծուխը իր մեջ թունավոր բաներ չունի, վստահ եղեք, որ այդ ծուխը իր մեջ բայց
ասեք ես ուշանում Հա, պարոն Մինասյանը Բայց ում հաշվին, ինչի համար։ Ես ներդաշնակ կյանքը թողել Ես քանի որ նիստից ուշանում եմ, շնորհակալություն ստեսում։ Դուք շարունակեք, ես չգնացեք։ Ինչպես Ես էլ չեմ գնա, դուք կարծում եք հենց սենց մեզ որ խոսում եմ, ես ինքս էլ կատարող եմ, ես ուզում ասեմ մենք դեֆորմացվել ենք, հասկանում եք, բայց դա ելնելով, հա։ Չէ, բայց ողբերգություն չկա, եթե ախարով լավաշ են։